Գրքասերներին կրթությամբ ու ինքնազարգացմամբ հետաքրքրվողներին է միավորել կարդալով գրքի և կրթության արդեն 5-րդ հոբելյանական փառատոնը։ Գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ, ինչպես նաև կրթական և մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ։ Երկրորդ տարին անընդմեջ կարդալով փառատոնի գլխավոր հովանավոր հանդիսացող Արարատ բանկի շնորհիվ փառատոնն այս տարի նոր ձևաչափով է ներկայացել։ Առհասարակ մասնավոր ընկերությունների դերը հովանավորչական պրոցեսերում նմանատիպ միջոցառումների մշակութային իրադարձությունների կողքին շատ կարևոր է, որովհետև նման գաղափարները ստեղծում են հարթակ, որտեղ գրողները, երիտասարդները ունենում են հնարավորություններ անվճար միջոցառումների մասնակցել, օգտվել շատ մեծ եղջերով գրքերից ու դա բավականին մեծ օգուտ է բերում։ Փառատոնը այս տարվա տարբերվում է նրանով, որ ունի երկու բաղադրիչ, շատ կարևոր, կրթական բաղադրիչը, որը մինչ այդ չի եղել, եւ երկրորդը ֆինանսական գրագիտության կտորը, որը եւս նախորդ տարիներին չենք ունեցել։ Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են Արարատ բանկի համար, քանի որ գաղտնիք չէ, որ կրթությունը եղել է կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկը Արարատ բանկի սոցիալական ծրագրերի պորտֆելում։ Դու ինքդ խնայողություն ունես։ Այո։ Լավ, բնավ։ Դպրոցահասակների, երիտասարդների ու նույնիսկ մեծահասակների համար անցկացվող ֆինանսական գրագիտության ինտերակտիվ դասընթացը կարդալովի նոր կրթական բաղադրիչներից է։ Արարատ բանկի խորհրդի անդամ Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արադ Չալաբյանն է ներկաների հետ խոսում փողի լեզվից ու նաև նրանից, թե փողի մասին ինչ չեն սովորեցնում մեր դպրոցներում։ Լավ, բան ինչ են սովորացնում փողի մասին։ Որ եթե օրինակ դպրոցում հիմնականում մեզ ասում են, որ նավուսումը տատում են դրան, որ ապակայում նավ մարդ դառնան, բացի նավ մարդ դառնալուց ուներ եք կաստա դավուսումը հատես ասում դրան։ Երեխեքին պետքա բացատրել դա ինչը, պետքա սովորացնել նաև վաստակել, որովհետև մտածել, որ դե փողը լավ բան չի, բոլորը չունեն, ուրեմն վատ է, որ ունի լավ չի։ Ինձ թվում է վերջում մենք կարևոր եզրահանգման եկանք, որ կարևոր է նաև ազնիվ ճանապարհով վաստակել գումարը։ Ազնվության, կրթության ու բարձունքներին հասնելու մասին են առհասարակ այն բոլոր ծրագրերը, որոնց հետ Արարատ բանկը համագործակցել ու շարունակում է համագործակցել։ Ու բոլոր այդ ծրագրերը շղթայական կապ ունեն։ Կարդալով փառատոնում նաև 4090 հիմնադրամի շահառու հանդիսացող 44-օրյա պատերազմն անցած Թեմուրի գիրքն է ներկայացված։ Այն տղայի, որ 4090 հիմնադրամի եւ Արարատ բանկի աջակցության շնորհիվ պատերազմից հետո գտավ կրթության իր նոր ուղին ու այսօր արդեն գրքի հեղինակ է։ Փոխել կյանքի որակը կրթության միջոցով դա այն կարևոր կարգախոսն էր, որ հիմնադրամի եւ Արարատ բանկի ռազմավարական հիմքում էր։ Իդեպ փառատոնի ընթացքում գործող ցուցահանդես վաճառքի շրջանակում բոլոր գրքերը հասանելի էին մինչև 50% զեղչով, իսկ Արարատ բանկի ցանկացած քարտով վճարելիս գրքասերների համար բացի հիմնական զեղչից հավելյալ 5% զեղչ էր գործում։ Կարդալովը հերթական անգամ փաստեց, որ այն ավելին է, քան փառատոնը, համախմբելով ընթերցողներին, հեղինակներին եւ սոցիալական պատասխանատվություն կրող բիզնեսը, այն ձևավորել է ազդեցիկ հարթակ, նպաստելով երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ու գիտելիքի արժևորմանը։